մեր ընկալումներում գոյություն չունի նման բան, որ մեր երկիրը անկախացել է, գաղութ է եղել, հիմա անկախություն է ստացել, դա այդ արհեստական, այդ սորոսական շրջանակների տարիներ շարունակ տարված քարոզի մի փոքր էֆեկտն է ընդհանրապես, որը ես նորից եմ կրկնում, որևիցե առարկայական նշանակություն չունի, որովհետև մեր ժողովրդի մեծամասնությունը, ես կրկնում եմ, ապուշ չէ։ Իսկ միայն ապուշը կարող է մտածել, որ օրինակ գաղութում կարող են ատոմակայան կառուցել, գաղութում համալսարան կառուցել, գաղութում ակադեմիա ստեղծել։ Դա մենակ ապուշը եւ ցնորված մտքեր ունեցող մարդը կարող է նման եզրահանգումներ անել։ Օրինակ այդ ակադեմիական քաղաքգաղափարը, որ մեջտեղ բերեցին, ժողովուրդը շատ լավ հասկացավ, որ քանդում են համալսարանները, շենքերը ուզում են վերցնեն, նպատակը դա է ավիրել։ Մենք եթե վերադառնում ենք Խորհրդային Միությանը, Խորհրդային Միությունում Հայաստանը գաղութ չի եղել։ Ընդհանրապես վերիք կա ունեցել։ Համենը թվերը նայեք։ Խորհրդային Միությունում ինչպես են ապրել, եթե գաղութ է եղել, ուրեմն գաղութարար ժողովուրդ է եղել։ Գաղութարար ժողովուրդը ովքեր են ռուսները, եկեք նայենք Խորհրդային Միությունում ոնց է ապրել ռուս ժողովուրդը ու ոնց է ապրել հայ ժողովուրդը սոցիալական բարեկեցության տեսանկյունից եւ ինչպիսի թռիչք է ունեցել հայ ժողովուրդը մշակութային եւ մյուս մասերով եւ կարող է հիմա տարօրինակ թվա, բայց ես պնդում եմ, որ Խորհրդային Հայաստանը հետ Ստալինյան շրջանում մինչև 1991 թիվ շատ ավելի սուվերեն երկիր է եղել, քան 1991 թվականին հռչակված, այսինքն անկախություն ստացած Հայաստանի ներկայիս հանրապետությունը։ Եվ ավելին ասեմ, Խորհրդային Հայաստանը հետ Ստալինյան շրջանի շատ ավելի ազգային, հայկական ազգային պետություններ, քան ներկայիս Հայաստանի երրորդ հանրապետությունը։ Եվ մի ցավալի բան էլ ասեմ, եթե մենք չոր, այսպես մնացորդով նայենք, թե Ղարաբաղյան Հայաստանի երրորդ հանրապետության միակ պերճանքը եւ շքեղությունը Ղարաբաղի ձեռքբերումն էր, հաղթանակի Ղարաբաղով այդ ձեռքբերումը։ Եթե ձեռքբերումը չկար, ապա Խորհրդային Հայաստանը ամեն ինչով լավն է Հայաստանի ներկայիս հանրապետությունից, ամեն ինչով, ցանկացած պարամետրով։